Ստուդիայում է թատերագիր Ժիրայր Անանյանը։ Ամենահայտնի ձեր գործերից է «Տաքսի պիեսը»։ Ինչ պիես ուզում է լինի, եթե բեմում խելքը գլխին արտիստ չեղավ, դերասաններն իրենց համար ինչ կան ուզում է թող խաղան։ Միևնույն է, պիեսն էլի կմնա թղթի վրա։ Ներկայացումը հասունանում է տասնյակ անգամ խաղացվելուց հետո, եւ միայն առաջին ներկայացում դժվար է ասել դրա մասին, դատել, ասել, խոսել, ընդհանրապես դժվար է։ Իսկական հաջողությունն ու անհաջողությունը որոշվում է պրեմիերայից հետո։ Իմ ստեղծագործական աշխատանքային կյանքի շուրջ 30 տարիները կապված են ռադիոյի հետ։ Եվ ես միշտ սրտի թրթրով այդպես հաճելի զգացումներով եմ մտնում ռադիոյի շենք, եւ այսօր նույն զգացումներն են, նույն հիշողություններն են։ Որտեւ 21 տարեկան էի դեռ, որ ինձ նշանակեցին Սևանի ավազանի սեփական թղթակիցը հանրապետական ռադիոյի։ Շատ տպավորիչ է սեփական թղթակից։ Այո, եւ այդ ժամանակ իրոք այդպես էր ամբողջ Սևանի ավազանը, Գավառը, Սևանը, Մարտունին, այդ բոլորը իմ տրամադրության տակ են, ես պիտի սպասարկեի այնտեղի լուրերը եւ այլն։ Որպես լրագրող, լուրերի համար։ Որպես լրագրող։ Մի խոսքով սեփական թղթակից աշխատելուց հետո ես մի քանի օղակներում աշխատեցի։ Նախ ռոպագանդայի խմբագրություն, հետո երիտասարդական հաղորդումների խմբագրություն, որը նորից մտնում էր ռոպագանդայի խմբագրության մեջ, բայց առաջ շինարարական բաժնում էի, տեղափոխեցի երիտասարդական բաժին։ Այսինքն բոլոր երիտասարդ բոլոր մասնագետների մասին, երիտասարդ բոլոր ներկայացուցիչների մասին, սկսած արվեստագետներից մինչև հովիվ, ես հոդվածներ, ակնարկներ, ռեպորտաժներ արել եմ այդ տարիներին։ Հետո իհարկե արդեն կողմնորոշվեցին ղեկավարությունը զգաց, որ կան գրողներ, ստեղծագործողներ, եւ ասենք ես, Վրեժ Իսրայելյանը, Ռոլանդ Շարոյանը, Երվանդ Պետրոսյանը, ստեղծագործող մարդիկ, բանաստեղծներ, արձակագիրներ հավաքվեցինք արդեն զուտ արվեստին վերաբերող, ասենք, բաժնում։ Եվ ներկայացնում ենք մենք երիտասարդ գրողներ, ներկայացնում ենք երիտասարդ արվեստագետների գրողների, կոմպոզիտորներ, երաժիշտներ, նկարիչներ, եւ այդ երաժիշտները, այդ արվեստագետները հետաքրքիր է, երբ տարիներ անց ես արդեն աշխատում էի մշակույթի գլխավոր խմբագրությունում, այդ երիտասարդ գրողները, արվեստագետները արդեն մեծացել դարձել էին արդեն մեր բաժնին արժանի հերոսներ, մարդիկ, որոնց մենք գրավիրում ենք արդեն որպես լուրջ կայացած գրողներ, արվեստագետներ, ներկայացնում ենք հարցազրույցներ, ներկայացնում ենք նրանց ստեղծագործությունները եւ դա էլ էր դպրոց մեզ համար, ասեմ։ Մշակույթի ոլորտի մարդկանց ձայնագրություններ եք դուք անում որպես ռադիոհաղորդումներ։ Ես ստեղծեցի այն ժամանակ արվեստագետը եւ ժամանակ հաղորդաշարը։ Այդ հաղորդաշարում հիմնականում հարցազրույցներն էին գնում մեր երևելի արվեստագետների հետ։ Մի մասին հրավիրում էի պարզապես ստուդիա, երբեմն ուղիղ եթեր, մի մասին պարզապես այցելում էի իրենց տները։ Ասենք մի շարք անգամ Սիլվա Կապտիկյանի բնակարանում եմ եղել, տարբեր հարցազրույցներ եմ արել, Աղասի Այվազյանի տանն եմ եղել, ընդ որում հիշում եմ մի հաճելի դեպք այդ հարցազրույցի առիթով դե շատ լրջորեն պատրաստվեցի Աղասի Այվազյանի մոտ գնալուց, նորից կարդացի պատմվածքները, գործերը, ես էլ գիտեմ, որ ինքը բծախնդիր առասարակ դժվար մարդ է այդ առումով։ Ի զարմանալից այնքան դուր եկել էր հարցազրույցը, մոտ 2 ժամ այդպես ձայնագրեցի, բան ես էլ չէի նայում, չէի ընդհատում, որտեղ հետաքրքիր էր խոսում մի թեմայից մյուսը, բերում կապում էի աշխատանքների հետ, ֆիլմերի հետ, պատմվածքների հետ, հայտնի գործերի հետ, եւ այդպես հետաքրքիր զրույցեր ստացվում։ Ես բերեցի այդ ձայնագրությունը, այստեղ ղեկավարությունը ասացի, որ ձերքս չի գտրում, կտրեմ, էլի ափսոսում եմ։ Բան եւ համաձայնեցին, որ մի 2-3 մասով տվեցինք այդ ամբողջ հարցազրույցը Աղասի Այվազյանի։ Այս շատ ուժեղ է այդ պլազման։ Հայերը կարող են ապահովել ամբողջ Եվրոպան նկարչությամբ։ Այսօր որ երկիրը մտնեք, հայ նկարիչ կա։ Մի նկարիչ Ամերիկայում էր, որ այստեղ վերնիսաժում մեր նկարիչները ասում են յուրաքանչյուրը կարող է միլիոներ դառնալ դրսում։
այս տաղանդավոր են, բայց այստեղ մի նկար են բերել, որպեսզի ամսվա մեջ վաճառեն մի քանի դրամ եւ ապրուստ ապահովեն, այսինքն հայերը նկարել կարող են։ Մի խոսքով այդ տարիները եւ ինձ են հարստացրել որպես մարդու արվեստագետի գրողի եւ հուսով եմ մեր ֆոնդն են հարստացրել ինչ որ չափով եւ նաեւ մարդ կայանալու, այսպես ձևավորվելու առումով, որովհետեւ ամեն անգամ ասենք Սիլվա Կապտիկյանի տանը երբ լինում էինք, նա չէր թողում միայն զուտ գրականությունից խոսենք բան, շատ էր սիրում քաղաքականությունից հարցեր տալ, հետաքրքրում էր դե գիտեր ստեղծագործում եմ ծանոթ էր հավանում էր նույնիսկ իմ մասին ջերմ խոսք ասել մի անգամ պապանվում ու սկսում էր հարցեր տալ այտենց նույնիսկ ընտանիքից երեխայից բանից մեկ էլ հանկարծ ասենք զուտ քաղաքական մի հատ հարց կտար Դեմիրճյանի մասին օրինակ ինչ կարծիքի ես նրա այդ վերադարձի մասին եւ այլն ու sense ուշադիր լուրջ քո կարծիքը հաշվի էր առնում Մեր ժողովրդին հատուկ է մի դրամատիզմ, որը շատ գեղեցիկ արտահայտվել է նրա մի բառով, համարյա անթարգմանելի կարոտ, որի մեջ կա մեր ամբողջ ժողովրդի եւ լինելիության կերպը եւ հոգեբանությունը, հոգեկան կառույցը եւ եթե մի օր մի քիչ կոպիտ է ասում, բայց ճիշտ է ասում Շահանշահ Նուրը, դուն հայու լակոտ կմեռնիս, եթե օրը վիշտ չունենաս Ես ուրիշ բան ունեմ ասում եմ, դու հայ հոգի, որ ողջ մնաս, սուրբ սարերի կարոտ է պետք, հոր տաղբյուրի կողքին անգամ մի կում ջրի կարոտ է պետք, երազներդ պատրույք արած, պիտի այրվես, ամբարների լիության մեջ հաց նշխարի կարոտ է պետք։